Good afternoon, everyone. Բարի օր ձեզ։ It's so wonderful to be back with you all. Շատ սքանչելի է ձեր մեջ ներկա գտնվել։ Yes, as Madhun said, it's been a year since our last visit, Ինչպես Մարդուն եղբայրը ասաց, արդեն մի տարի անց է մեր նախորդ այցից, but this time we brought our dear brother Vatan with բայց us. այս անգամ մեր սիրելի եղբոր Վարդանին հրավիրեցինք I've մեզ։ known Vatan and Matun for the Yes. last 15 years Վարդանին եւ Մարդունին ճանաչում եմ վերջի 15 տարիներից, because I've been going in and out of Armenia for 15 years քանի now, որ արդեն 15 տարի է ես Հայաստան հաջող եմ այցելում and the Lord has continued to bless our ministry, եւ դեռ շարունակում է օրհնել մեր ծառայությունը and thank God for faithful workers. եւ Փառք Տիրոջը հավատարիմ ծառայողների համար And our brother Ashot has been working in ACM in Gimri. եւ նաեւ մեր Աշոտ եղբայրը, որ ACM-ի ծառայագից է Գյումրի քաղաքում And we praise the Lord for all our faithful workers. եւ Փառք ենք տալիս բոլոր հավատարիմ ծառայողների համար։ The focus of our mission is the Lord Jesus Christ, Մեր ծառայության ֆոկուսը Տեր Հիսուս Քրիստոսի անձն է։ to preach the gospel to the poor. Ավետարանը աղքատներին քարոզելն է։ And our mission is to encourage Armenian people, not only in Armenia, Եվ մեր ծառայությունը ոչ միայն Հայաստանի հայերին քաջալերելն է, but the Lord has blessed us to do a work also in Lebanon. այլ դերը նաև դուր բացեց, որ Լիբանանում ծառայությունը սկսենք։ And the Lebanese Armenians have contributed quite a lot to the building of the church in Armenia. Եվ Լիբանանահայերը իրականում շատ մեծ դեր են ունեցել Հայաստանի եկեղեցուն աջակից And so լինելու մեջ։ now, when they are in trouble, when they've gone through difficulty, Եվ հիմա որ իրենք են դժվարության մեջ գտնվում, we have to reciprocate and help them. մենք պետք է իրենց ձեռք մեկնենք օգնելու։ And praise God, we can also come and do our service here in Georgia Եվ Փառք Տիրոջ, որ նաև կարող ենք Վրաստան այցելել եւ այստեղ ծառայել ցես։ to encourage believers Հավատացյալներին քաջալերելու and to share the word of God. եւ Աստծո խոսքը կիսելու։ And we all have our ministry in our individual churches. Եվ ինչպես Մարդուն եղբայրը նշեց, յուրաքանչյուրս մեր եկեղեցիներում ունենք մեր ծառայությունները։ Brother Madun is a deacon in his own church. Մարդուն եղբայրը սարգսակ է իր And եկեղեցում, երեց։ both Ashot and Vatan are active in the local Baptist church. Աշոտ եղբայրը եւ Վարդան եղբայրը իրենց մգրտական եկեղեցիներում են ծառայում։ The founder of ACM, Brother Harry, is a pastor in his church in Sydney. Իսկ ACM, այսինքն իրենց կազմակերպության հիմնադիրը Հրաչ եղբայրը իր եկեղեցում էլ հովիվ է։ And I'm an elder in my local church in Australia, Իսկ ես իմ տեղական եկեղեցում երեց եմ, but I hardly spend time there բայց շատ քիչ եմ ժամանակ անցկացնում այնտեղ։ because I'm traveling to visit all of you. Քանի որ միշտ ճամփորդության մեջ եմ ցեզ եմ այցելում։ And praise God, they have the blessing from God for me to go. Եվ Փառք Աստծո, որ մեր եկեղեցիները իրենց օրհնությունը օրհնանքը տվել են, որ գնանք։ My heart's desire is to see believers in the Lord Jesus Christ join together to serve the one true God. Իմ սրտիս պապակը այն է տեսնել հավատացյալներին իրար հետ միաբանված Քրիստոսին ծառայելիս։ And to see the unity of the Spirit in the bond of peace. Եվ տեսնեմ այն խոնարհության միապանությունը, որը Սուրբ Հոգով է լինում։ So my opening verse is Ephesians chapter 4 verse 3, endeavoring to keep the unity of the Spirit in the bond of peace. Դրա համար ուզում եմ գարտալ Եփեսացիս 4-րդ գլխի 3-րդ համարը, որը ասում է. Ջանալով Սուրբ Հոգու միապանությունը պահել խաղաղության կապով։ And these are words that Paul reminds the church about. Եվ սրանք այն խոսքերն են, որ Պողոսը հիշեցնում է եկեղեցուն։ And today I'm going to give you some reminders, not my own, Եվ but the այսօր reminders from God's word. Եվ այսօր ցեզ որոշ հիշեցումներ պիտի փոխանցեմ, ոչ թե իմ հիշեցումներ պիտի լինեն, այլ Աստծո խոսքի I have հիշեցումները։ nothing new to say. Ես իրականում նոր բան չունեմ ասելու։ Everything I'm going to say is from God's word. Այնինչ ասելու եմ Աստծո խոսքից է։ So I trust you have your Bibles. Եվ գուսամ ունեք ձեր հետ And you Աստվածաշնչեր, turn to Nehemiah chapter 5 verses 1 to 6. The brother can read for us. եւ ուզում եմ, որ բացեք Նեհեմիայի գիրք 5-րդ գլուխ, առաջի 6 համարները։ 5 1 to 6 Yes, 1 to 6. Yeah. Նեհեմիա 5 առաջի 6 համարները Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրյա եղբայրների դեմ, քանի որ ասողներ գային, մենք մեր դղաներն ու աղջիկները շատ ենք, ուրեմն հացահատիկ կնենք նրանց գնով, որովհետեւ ուտենք ու ապրենք, եւ գային նաեւ ասողներ, թե մեր արդերը, այգիները ու տները գրավ ենք դնում ու ուտելիք կնենք սովի պատճառով, ասողներ էլ գային, թե մենք վարտքով փող ենք վերցնում թակավորին հարկ տալու համար, մեր արդերով ու մեր այգիներով, եւ դեր մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները նրանց որդիների պես, եւ ահա մենք մեր որդիներին ու աղջիկներին ստրգության ենք տալիս, մեր աղջիկներից ոմանք արդեն ստրուկ են դարձել, եւ մենք նրանց բրգակնելու միջոց չունենք, քանի որ մեր արդերը ու այգիները ուրիշներինն են։
Եվ ես խիստ բարկացա, երբ նրանց աղաղակը ու այս խոսքերը լսեցի։ Nehemiah is one of the books that I read very often. Նեհեմիայի գիրքը մի գիրք է, որ ես շատ հաճախ եմ կարդում։ In fact, I read it once through at the end of the year, Իրականում միշտ դարվա վերջին կարդում եմ ծայրից ծայր Նեհեմիայի գիրքը and I read it once through during my Bible reading program. եւ նաեւ հետեւում եմ Աստվածաշունչը ընթերցելու ծրագրին եւ այն ժամանակել եմ For կարդում։ the last 2 years, I've invited my church to join me in Zoom and just to read all the chapters in one sitting. Վերջի տարիներին ես Zoom-ի վրա ինտերնետով ժողովներ եմ անում եւ մասնագետներին հրավիրել եմ, որ այս գիրքը կարդան։ Now, many reasons for this because, first of all, it's about building. Շատ պատճառ ունեմ դրա համար, քանի որ առաջին ինքը խոսում է, այս գիրքը խոսում է կառուցելու մասին։ And building according to the plan of God. Աստծո ծրագրի համաձայն կառուցելու մասին։ It also shows us about the unity in God's people. Այն նաև ցույց է տալիս Աստծո ժողովրդի մեջ եղած միապանությունը, As the people of God come together for a building of a physical structure. որպես Աստծո ժողովուրդ մեկտեղ գալ ֆիզիկական կառույց կառուցելու համար։ And this reminds me of the church. Եվ սա ինձ հիշեցնում է եկեղեցու մասին։ The name Nehemiah simply means Jehovah comforts. Նեհեմիա բառը անունը նշանակում է Եհովան կամ Տերը մխիթարում է։ And yes, during a time of distress for all of us in the world, Եվ ինչ մենք հիմա ապրում ենք այնպեսի ծանր իրավիճակում, որ ամբողջ աշխարհի վրա է դիրում, especially for our brethren in Armenia over the last few years, մանավանդ հայ եղբայրները Հայաստանի այս վերջի տարիներում, որ ապրել during են, a time of distress and pain and war, երբ ցավ, բادرազմ, դժվարություն են տեսնում, we need the comfort of God alone. մենք կարիք ունենք միայն Աստծո մխիթարությանը։ And we as believers have to comfort one another in the Lord. Եվ որպես հավատացյալներ մենք Տիրոջով պետք է իրար քաջալերենք։ And we see Nehemiah as a true godly leader. Եվ տեսնում ենք Նեհեմիային որպես ճշմարիտ եւ աստվածավախ առաջնորդ։ His occupation was a cupbearer, Ինքը մասնակցությամբ բաժակ բռնող էր, գինու բաժակը։ to taste the food and the drink before the king partakes of the food. Որպեսի համդեսեր ճաշակեր խմիչքը եւ կերակուրը նախքան թակավորի մատուցելը։ He was not a prophet, he was not a priest, he was not a king. Ինքը մարգարե, քահանա կամ թակավոր չէր։ I won't say he's just a cupbearer because he was doing an important job. Ես ուզում եմ շեշտել, որ ինքը իր մասնակցությունը դա էր, բաժակը բռնողներ, մատուցողներ, քանի որ իր այդ գործը շատ կարևոր էր։ Just like we can't say, I'm a poor pastor, I'm a poor housewife. Օրինակ, ես չեմ կարող ասել, ես աղքատ հովիվ եմ կամ ես խեղճ դանդիգին եմ։ The Lord can use all of us. Դերը բոլորից կարող է օգտագործել։ And that's what the church of Jesus Christ is all about. Եվ հենց Հիսուս Քրիստոսի եկեղեցին էլ այդպեսին պետք է լինի։ Chosen of God to serve the eternal God. Աստծուց ընդրված հավիտենական Աստծուն ճաշտելու։ Just a few points about Nehemiah. Մի քանի կետեր Նեհեմիայի մասին ուզում եմ առանձնացնել։ First of all, we see how he was so disturbed when he heard the destruction of the walls of his homeland. Առաջինը ուզում եմ նշել, թե ինքը ինչպես իր սրտում ցավ ունեցավ, երբ լսեց, թե ինչպես իր քաղաքում Երուսաղեմում բادر քանդված էին։ And his desire to rebuild the wall. Եվ փափակը, որ ուզեց այդ պատը կառուցել։ We also see in the first few chapters his prayer to God. Եվ նաև առաջի գլուխներում տեսնում ենք աղոթքը առ Աստված։ He's pleading before God. Աղաղակում է, Աստծո առջև աղաչում է։ And then he makes a request to God. Եւ այնուհետև խնդրանք է դալիս Աստծուն։ When the king asked him a question, Երբ թագավորը իրեն հարց he տվեց, says, "You're looking so sad before me." ասեց քո դեմքը մի տեսակ տխուր է, And he sent a message up to God. եւ ինքը աղոթ կամ խնդրանք փարշացրեց And the Աստծուն։ Lord replies him straight away. Եվ Աստված միանգամից այդ աղոթքը And he's պատասխանում է։ able to give this reply to the king. Եվ որի միջոցով էլ կարողացավ թագավորին պատասխանել։ It's so important. He was a man of prayer. Շատ կարևոր է նա աղոթքի մարդ էր։ And yes, we have come together to pray even this morning. Եվ այո, մենք այս առավոտ էլ հավաքված ենք աղոթելու։ And then we see about his organization, Այնուհետև տեսնում ենք իր կազմակերպությունը, his leadership, իր առաջնորդությունը, his delegation of work to different people. խումբը դարբեր ծառայությունը դարբեր խումբի մարդկանց հանձնելը։ And doesn't that remind us of the church? Արդյոք դա ցես չի հիշեցնում եկեղեցին։ The Lord has given us different gifts. Դերը մեզ դարբեր բարգևներ տվեց, չէ՞ եկեղեցում։ And these gifts, we don't say it's my gift or your gift. Եվ այս բարգևները, հոգևոր բարգևները մենք չենք ասում, որ սա իմ բարգևն է, սա քո բարգևն է, We say it's our gifts. ասում ենք մեր հոգևոր բարգևն է։ Our gifts to build the body of Christ. Մեր հոգևոր բարգևներն է Քրիստոսի մարմինը կառուցելու համար։ The moment we talk about my gift and your gift, Այն բահին երբ խոսենք իմ եւ քո
հոգևոր բարգեւի That's մասին, when pride steps in. այդտեղ մուտք կգործի հբարտությունը։ Oh, I can do this, but you can't do this. Ես կարող եմ սա անել, բայց դու չես կարող։ We also reminded that he persevered in the work of God. Նաև հիշում ենք, որ նա Տիրոջ գործի մեջ հարադևեց։ He kept pressing on and looking up to his God. Ինքը շարունակեց ծառայել իր աչքերը Աստծո վրա սևեռելով։ And so chapter 1 to 4 talks about how he continued to serve with the people. Ուրեմն առաջի 4 գլուխներում տեսնում ենք, թե ինչպես ինքը շարունակեց Աստծո ժողովրդի հետ ծառայել։ And then we come to chapter 5. Հետո հասնում ենք 5-րդ գլխին։ We see an anticlimax. Եվ այստեղ տեսնում ենք գագաթնագետ։ We see a change of focus in the people. Տեսնում ենք ժողովուրդը իր ֆոկուսը փոխում է։ Look at verse 1. It says, "And there was a great cry of the people and their wives against their brethren the Jews." Առաջի համար եւ ժողովրդի ու նրանց կանանց աղագը մեծ էր իրենց հրյա եղբայրների դեմ։ Distressed people, Ջնշված, նեղված ժողովուրդ, angry people. բարգացած ժողովուրդ։ They were against each other. They were against the leader. Գարդես մեկը մյուսի դեմ ելավ, առաջնորդների դեմ ելան, We read early on in the New Testament, and Moses knew all about this. եւ նոր գդագրանում են կարդում Մովսեսն էլ այս բոլորի մասին տեղյակ էր։ And so this is nothing new when Nehemiah experienced the same thing. Այսինքն նորություն չէր, երբ Նեհեմիան էր փորձարեց այդ առաջնորդների դեմ գործելու ոճը։ I told my fellowship a few years ago that what they have gone through, we have gone through also in our fellowship in my church. Ես իմ եկեղեցում Ավստրալիայում իմ ժողովրդին էլ ասացի, որ այնինչ այստեղ գրված է, մենք էլ ենք ապրել։ Because this year we're going to celebrate 25 years as a church Քանի որ մենք այնտեղ մեր 25-րդ ամյակն ենք տոնել։ in a small country town in Australia. Ավստրալիայի փոքր քաղաքում։ And the church started in my house. Եվ այդ եկեղեցի մեր տանը սկսեց։ And yes, we've seen people come and go. Եվ տեսանք այդ դարների ընթացքում մարդիկ եկան եկեղեցի ու թողեցին But հեռացան։ the Lord continues to build and preserve his people. Բայց Տերը շարունակում է կառուցել ու պահպանել իր ժողովրդին։ And so there's nothing that we can do but to trust in him and to obey him. Ուրեմն չկա մի բան, որը կարող ենք անել բացի նրան հնազանդելուց եւ նրան վստահելուց։ And so as we look at Nehemiah chapter 5 verses 2 to 5, it talks about so many issues there. Եվ երբ նայում ենք 5-րդ գլխի 2-ից 5-րդ համարներում կտեսնենք շատ խնդիրներ։ It talks about mortgaging the land and the vineyards and the houses. Տեսնում ենք թե ինչպես դները, այգիները եւ տնտեսությունները գնել էին, վերցրել էին մարդկանց ձեռքից։ Verse 4 says we have borrowed money for the king's tribute or for the taxes. 4-րդ համարում տեսնում ենք, որ գումար էին վերցրել որպես պարտք։ Verse 5 says we bring into bondage our sons and our daughters to be servants. Եվ 5-րդ համարում ասում են, որ մենք մարմիններն ենք, մեր զավակների մարմիններն ենք տվել կամ անձերն ենք տվել որպես սրուկ։ And they're complaining it's not in our power to redeem them. Եվ դժգոհում էին, որ մենք ուժ չունենք, կարողություն չունենք նրանց յետ բրգելու։ Let's pause for a while. Մի բան մտածենք։ The focus has changed from the building that God has appointed them to their own self. Տեսնում եք, թե ինչպես շեղվեցին ֆոկուսից առաջի 4-րդ գլուխներում իրենք դիրոջը կառույցը կառուցելու վրա են կենտրոնացած, բայց հիմա իրենց վրա են And a կենտրոնացած։ reminder for us how dangerous this is. Եվ հիշեցումը կամ զգուշացումը մեզ համար սա է ինչքան վտանգավոր է այս վիճակը։ We're bringing the world into the church. Երբ աշխարհը բերում ենք եկեղեցի, They're talking about personal needs, այստեղ խոսում են իրենց անձնական կարիքի մասին, financial crisis. նյութական կրիզիսների մասին։ My bank account is low. Իմ բանկի հաշիվը զրոյացել է, And this has been for many reasons. եւ շատ պատճառներ են ասում։ You know, initially when the building started, the threat for the building came from outside. Իրականում երբ բադը կառուցելը սկսեցին որպես խումբ, վտանգը դրսի կողմից եկավ։ Those who were non-believers, Արդակին էր, հայթանոսների կողմից եղավ, those who were heathens. ովքեր անհավատ էին։ That's why if you go back and read the book, you'll realize this. Եթե վերադառնաք եւ գարթակ այդ գլուխները կտեսնեք դա։ And now the opposition and the threat and the distress comes from within the church, Իսկ հիմա հագարակությունը, հագարակ խոսքերը within the people of God. ներսից է գալիս, Աստծո ժողովրդից է բարձրանում։ And here in this chapter, we see one group says, we don't own anything much. Եվ այստեղ տեսնում ենք մի խումբ, որ ասում է մենք շատ բան չունենք։ We have to earn a living and at the same time go and build a wall. Մենք պետք է մեր օրվա ապրուստը ունենանք եւ գնանք բադը կառուցենք։ And another group says we have mortgage or sold our land so that we can have enough. We don't have enough.
Ուրիշներն էլ ասում են մենք բարդքերի տակ ենք, մենք մեր անձերը, մեր այքիներն ենք դվել վաճառել, մենք բավարար բան չունենք։ We don't have enough. Մենք չունենք բավարար բան։ Hey, does that sound familiar? Արդյոք ճանաչում եք այս միտքը։ And another group says we have to borrow. Our expenses are so high, we've got to pay taxes. Ուրիշներն էլ ասում են բարդքերի տակ ենք, պետք է հարգերը վճարենք։ Nehemiah chapter 5 verse 3. 5:3 Some also there were that said, we have mortgaged our lands and vineyards and houses that we might buy corn because of the dearth. Եվ կային նաև ասողներ, թե մեր արդերը, այգիները ու տները գրավ ենք դնում, որ ուդելիք կնենք սովի պատճառով։ Yes, there was a famine in the land. Այո, երկրում սով կար։ Whatever happens around us is not within our control. Ինչ մեր շուրջը կատարվում է մեր իշխանության տակ չէ։ We cannot do anything about it. Չենք կարող փոխել։ There could be a recession, there could be a crash. Կարող է մեծ կրիզիսի հանդիպենք։ You may wake up tomorrow and your money may be just zero value. Կարող ես արավոտ աչքերդ բացել, վաղը արավոտ աչքերդ բացել եւ տեսնես, որ քո գումարի արժեքը զրոյացել է։ But you know, we as believers are set apart, and how do we react to circumstances and situations? Բայց մենք որպես հավատացյալներ առանձնացված ենք եւ պետք է յուրահատուկ ձևով արձագանքենք նման իրավիճակներին։ And so we have to set the example for others to follow. Այսինքն մենք պետք է օրինակ ծառայենք ուրիշներին, անհավատներին, որ իրենք Because if the հետևեն։ example is not there, how dare we preach the gospel? Քանի որ որպես օրինակ իրենք նայելու են մեզ, թե ինչպիսի համարձակությամբ մենք կարողանալու կարոզել ավետարանը։ They have to see us before we tell them Այսինքն նրանք պետք է մեզ տեսնեն մեր կյանքը, մինչև մեր նրանց խոսելը։ about the love and the bond of peace that is in the Lord Jesus Սիրո Christ. եւ Քրիստոսով եղած այդ խաղաղության մասին And so պատկամելը։ as we look at this book, we see the steadfastness and the godliness of this man Nehemiah. Ուրեմն այս գիրքը ուսումնասիրով տեսնում ենք այս սքանչելի մարդու հարադեպությունը եւ աստվածավախությունը։ And so this is a reminder for us, the consequences of looking away from the living and the true God. Եվ սա մեզ հիշեցում է, թե ինչպիսի հետևանքներ կունենանք, եթե մենք մեր կենթանի Աստծուց հետևելուց շեղվենք։ When you take our eyes away from the only true God. Երբ ճշմարիտ եւ միակ Աստծուց շեղվենք, When we look at the systems of the world and the practices of the world. երբ մեր աչքը շեղում ենք, նայում ենք աշխարհի համակարգին, աշխարհի սկզբունքներին, Oh boy, they look so nice. եւ մտածելով ասել, «Ո, ինչքան They look so գեղեցիկ են, attractive. ինչքան գրավիչ են»։ Now, this is what the psalmist learned in Psalm 73 and verse 16. Սա այն էր, ինչ Սամոս երգիչը սովորեց Սամոս 73 73-ում and verse 16. 16-ում։ Սամոս 73 16 Ծորենի արադություն է լինելու երկրում լերների կակատներին, նրա բդուղը Լիբանանի պես ծածանվելու է եւ քաղաքից եղողները չգներեք 73-ի 16-ը։ Երբ խորեցի սա իմանալու մասին շատ ցավալի էր ինձ համար։ It says it's too painful for him. Ասում է ինձ համար շատ ցավալի էր։ Do you know why it's too painful for him? Գիտեք ինչու համար էր ցավալի նրա համար։ He was looking at the world, Քանի որ աշխարհին էր նայում։ how the pride and the possessions of the world. Աշխարհի ունեցվածքին, He was looking հբարտությանը։ at the power that the men of the world had. Նա նայում էր աշխարհիկ մարդկանց ունեցած զորությանը, He was looking at the possessions that the world had. աշխարհի ունեցած ունեցվածքին, And then it was, oh, so painful. եւ այդքանը նայելուց հետո ասեց ցավ ունեմ։ Why can't I be like that? Ինչու ես նրանց նման չեմ կարող And լինել։ then we see the turning point of this psalm in Psalm 73 and verse 17. Until I went into the sanctuary of God, then understood I their end. Այնուհետև տեսնում ենք անգյունաթարցը, որ վերաբրեց 17-րդ համարում, մինչև մտա Աստծո սրբարանը, այն ժամանակ հասկացա նրանց վախճանը։ It is only in the presence of God that we will truly realize who we are and where we ought to go. Միայն Աստծո ներկայության մեջ է, որ հասկանում ենք ով ենք մենք եւ ուր ենք գնալու։ The presence of God makes all the difference. Աստծո ներկայությունն է փոփոխություն բերում։ And this scenario does not change Եվ for այս- any one of us believers. Եվ այս սցենարը որևէ մեկի կյանքում որպես հավատացյալի չի փոխվել։ The same for any one of us who calls ourselves a believer or a follower in the Lord Դա Jesus նույնն է, Christ. եթե դու քեզ անվանում ես հավատացյալ կամ Քրիստոսի It հետևորդ, is so easy for us to lose our focus, մեզ համար հեշտ է կենտրոնացումից ընկնելը։ to look away from the one true God and His Son. Ճշմարիտ Աստծուց եւ իր որդուց հեռանալը։ And we can
say the same thing as the psalmist. Oh, it's too painful for me. Եվ նույնը կարող ենք ասել, ես ինչպես Սամոսերքիչ ասեց, ցավ եմ զգում։ I'm sick. Ես ցավ եմ զգում, հիվանդ եմ։ I need a doctor. Ես դոկտորի կարիք ունեմ, I need a psychologist. հոգեբանի կարիք ունեմ։ I need someone to help me with my mind and with my body. Մեկի կարիք ունեմ, ով ինձ կօգնի իմ մտքի, իմ մարմնի հետ կապված։ Well, nothing wrong with all these people, Այս մարդկանց հետ ոչ մի սխալ բան չկար, but seeking first the Lord and what He has for us. բայց նախ Տիրոջը պետք է փնտրել եւ իր ասածը անել։ And let's see what Nehemiah does. Եվ տեսնենք թե Նեհեմիան ինչ արեց։ Number one, he rebukes the people. Առաջինը նա մարդկանց հանդիմանեց։ Verse 7 says, And I rebuked the nobles and the rulers and said unto them, You exact usury every one of his brother, and I set a great assembly against them. 6-րդ համար եւ ես խիստ բարգացա, երբ նրանց աղագն այս խոսքերը լսեցի եւ ինքս ինձ խորեցի ու հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին ու ասացի նրանց. Դուք ամեն մեկը վաշխ եք վերցնում ձեր եղբայրներից եւ նրանց դեմ մեծ ժողով կազմեցի։ Yes, verses 7 to 9 gives us the details of what he does. 7-ից 9-րդ համարներում տեսնում ենք իր կատարածի մանրամասնությունները։ You know, when we are rebuked or confronted as a believer, Երբ մեզ հանդիմանում են որպես հավատացյալներ, we can react in a few ways. մենք մի քանի ձևով կարող ենք արձագանքել։ We can listen and say, Yeah, thank you, brother. I know I've done wrong. Մենք կարող ենք լսել մեր եղբորը եւ ասել, այո, ճիշտ ես, ես հասկացա, որ I'll սխալ now եմ։ look into the Word of God. Ես հիմա Աստծո խոսքին գնայեմ։ I'll now seek the face of God. Ես Տիրոջը դեմքը կփնտրեմ, Or you can get angry. կամ կբարգանանք։ Why are you telling me this? Ինչի համար ես ասում դա։ Look at yourself. Դալը մի հատ քանզին նայ։ You think you're okay? Դու գիտես դու լավն ես, You can do that. You can get angry. կարող ենք բարգանալ, Or you can just shut your ears կամ կարող ես ագանջներդ փակել and keep on doing what you want to do. եւ շարունակել անել այն, ինչ մտադրված ես անել։ Because you think you're right. Քանի որ մտածում ես, որ ճիշտ ես։ And you can keep on going in that wrong way. Եվ շարունակում ես այդ շարունակես նույն սխալ ճանապարհով The գնալ։ Bible says there's a way that seemeth right unto a man, Աստվածաշունչը ասում է կա ճանապարհ, որ մարդուն ուղիղ է երևում, but the end thereof is the way of death. բայց դրա բաղճանը կորստյան ճանապարհն է։ Nehemiah chapter 5 verse 9. 9-րդ համար Also I said, it is not good that you ought to not to walk in the fear of our God because of the approach of the heathen, our enemies. Եվ ես ասացի, ձեր այս արածը լավ բան չէ։ Միթե դուք մեր Աստծո երկողով չպետք է շարժվեիք, որ մեզ ճշնամի հետանոցների առաջ նախադինքի չընտարգեք։ Praise God, we look at the response of the people. Եվ Փառք Տիրոջ, որ այստեղ ժողովուրդը արձագանքում է, Look at verses 12 to 13. 12-13 համարների նայեք։ It says, We will restore them and we will require nothing of them, so will we do as thou sayest. Այն ժամանակ նրանք ասացին. «Կվերադարձնենք, նրանցից ոչինչ չենք պահանջի, այնպես կանենք, ինչպես դու ես ասում»։ And then in verse 13, we see the response and we see repentance in action. Եվ 13-րդ համարում տեսնում ենք իրենց արձագանքը եւ գործնականապես իրենց ապաշխարությունը։ Because the last part of verse 13 says, And the people did according to this promise. Քանի որ համարի վերջում ասում է եւ ժողովուրդը իր խոստման համաձայն այդպես կատարեց։ Yes, we come to the New Testament, we have the same lessons for us as believers. Եվ երբ նոր գդագարանն ենք անդրադառնում, այս նույն դասերն ենք գտնում հավատացյալների համար։ We have to change as the Lord commands us to. Մենք պետք է փոխվենք, ինչպես Տերն է մեզ պատվիրել։ And yes, it starts with repentance. Եվ այո, դա սկսում է ապաշխարությամբ։ You know, the first time we hear repentance is in the New Testament. Գիտեք, առաջի անգամ, երբ հանդիպում ենք այս բառին ապաշխարության, Or դա the նոր first time we գդագարանում hear է։ of it in the New Testament is when we encounter a person by the name of Առաջի անգամ, երբ հանդիպում ենք այս բառի նոր գդագարանում, ապաշխարությունը, հանդիպում ենք մի պատմության մեջ, որն է John the Baptist, isn't it? Հովանես Մկրտության պատմությունը։ In Հովանես Matthew, Մկրտչի he uses the պատմությունը։ word repent. Մատթեոսում է ասվում ապաշխարեցեք։ Mark and Luke, he uses repentance. Ապաշխարեք, իսկ Mark and Luke. իսկ Մարկոսն ու Ղուկասը ասում են ապաշխարություն։ Ապաշխարեկը And Մատթեոսում։ also repentance in Matthew. Եվ նաև Մատթեոսում գրված է If նաև you can read ապաշխարության Matthew մասին։ chapter 3, verse 1 to 8. Մատթեոս 3, 1-ից 8 եթե կարդանք։ Մատթեոս 3, 1-ից 8։ Այն օրերին Հովանես Մկրտիչը եկավ ու Հրեաստանի անաբատի մեջ քարոզում էր ասելով. Ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է։ Սա նա է, որի մասին Եսայի մարգարեի միջոցով ասվեց. Անաբատի մեջ կանչողի ձայնը՝ Տիրոջ ճանապարհը պատրաստեցեք եւ նրա շավիղները ուղեցեք։
Եվ այս Հովանեսի հանդերձը ուղդի մազից էր, իսկ մեջքին գաշվից կոդի եւ նրա կերագուրը մարախ ու վայրի մեղր էր։ Այն ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմից, ամբողջ Հրեաստանից եւ Հորդանանի բոլոր կողմերից։ Եվ մկրտում էին նրանից եւ մկրտվում էին նրանից Հորդանանի մեջ խոստովանելով իրենց մեղքերը։ Երբ տեսավ, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից շատերն են գալիս իր մկրտությանը, նրանց ասաց. Իժերի ծնունդներ, ով զգուշացրեց ցեզ, որ փախչեք կարիք փարգությունից, ուրեմն աբաշխարության արժանի բդուղ բերեք։ Yes, verse 8 of Matthew chapter 3 says, "Bring forth therefore fruits meet for repentance." 3:8-ում ասում է ուրեմն աբաշխարության արժանի բդուղ բերեք։ So the repentance must be seen in the action. Այսինքն աբաշխարությունը պետք է տեսանել լինի գործերով, John the Baptist doesn't end there. գործերում։ Հովանես Մկրտիչը այդքանով չի բավարարվում։ In the Gospel of Luke, he tells us and shows us what the fruit of repentance is. Luke chapter 3, verse 10 to 15. Ղուկաս 3-րդ գլխում 10-ից 15-ում ասում է թե ինչպիսի բդուղներ են դրանք։ Ղուկաս 3 10-ից 15 Եվ ժողովուրդը հարցրեց նրանց ասելով. Ուրեմն ինչ անենք։ Նա պատասխանեց ու ասաց նրանց. Ով երկու հանդերձ ունի, թող մեկը դա չունեցողին, եւ ով գերագուր ունի, թող նա էլ այդպես վարվի։ Մաքսավորներն էլ եկան մկրտվելու եւ ասացին նրան. Վարդապետ, ինչ անենք։ Եվ նա ասաց նրանց. Ցես թույլատրվածից ավել մի վերցրեք։ Զինվորները նույնպես հարցրին նրան ասելով. Մենք ինչ անենք։ Նրանց էլ ասաց. Ոչ մեկի հետ բռնությամբ մի վարվեք եւ ոչ մեկին մի զրբարդեք եւ ցես դրված թոշակով բավարարվեք։ Ժողովուրդը դեռ սպասումի մեջ էր եւ բոլորն էլ իրենց սրտերում մտածում էին Հովանեսի մասին, թե արդյոք նա է Քրիստոսը, թե ոչ։ Amen. Look at verse 14. It says, "Do no violence to any man or accuse any falsely, and be content with your wages." 14-րդ համար ասում է. Ոչ մեկի հետ բռնությամբ մի վարվեք եւ ոչ մեկին մի զրբարդեք եւ ցես դրված թոշակով բավարարվեք։ If we don't show the fruit of repentance, Եթե աբաշխարության բդուղը ցույց չտանք, then we cannot speak about repentance. ուրեմն չենք էլ կարող խոսալ աբաշխարության We մասին։ cannot be like John the Baptist. Մենք չենք կարող Հովանես Մկրտչի նման լինել։ We cannot say those opening words of Jesus in Mark chapter 1 Մենք չենք կարող Հիսուսի խոսքերը ասել, որը Մարկոս առաջի գլխում է when գրված, he says repent and believe the gospel. երբ ասեց աբաշխարեցեք ու ավետարանին You հավատացեք։ see, repentance and faith are like two sides of a coin. Աբաշխարությունը եւ հավատքը մի մեդաղադրամի երկու կողմերն են։ We repent, turning from the world, Մենք աբաշխարում ենք, դարձի ենք գալիս աշխարհից and we turn in faith to the person called the Lord Jesus Christ. եւ հավատքով դառնում ենք Հիսուս Քրիստոսին։ Just like when we put our trust in the Lord Jesus Christ, Ճիշտ ինչպես մեր վստահությունն ենք դնում Հիսուս Քրիստոսի վրա, He cleanses us of our sin, ինքը մեր մեղքերից մեզ մաքրում է and He doesn't leave us there empty. եւ այդպես մեզ այդ վիճակով դատարկ չի թողում։ He pours and imputes His righteousness on Իր us. մեջ կամ մեր վրա է ծածկում իր արդարությունը։ And so we have that what we call unfair exchange. He's removed our sin, but He's given us His goodness and His righteousness. Եվ կարծես ունենում ենք այս անարդարացի exchange-ը, անարդարացի փոխանակումը։ Մենք մեր մեղքերն ենք տվել իրեն եւ ինքը իր փոխարեն տալիս է իր արդարությունը։ And yes, here we see in Nehemiah the people decided, yes, we will do what you want us to do. Եվ այստեղ տեսնում ենք ժողովուրդը, որ ասում է, այո, մենք կանենք այնպես ինչպես խոստացանք They make անել։ a covenant. Եվ ուխտ են անում։ And so, as we look at the people, let's now look at Nehemiah, because this will talk more about us as God's servants. Ժողովրդին նայեցինք, հիմա նայենք մեզ, Նեհեմիային, որովհետեւ Նեհեմիան խորհրդանշում է մեզ, որպես Տիրոջը As ծառայողների, God's people. որպես Աստծո ժողովուրդ։ 3 words to describe the scenario of this godly man. Երեք բարեր եմ ընդգծել այս աստվածավախ մարդու նկարագրի մասին խոսելու First համար։ word is the word surrounded. He was surrounded. Առաջի բարը շրջապատված լինելն է, շրջապատված լինելը, Secondly, he surrendered. երկրորդը հանձնելը And then he sacrificed. եւ երրորդը զոհաբերվելը կամ զոհաբերելը։ First of all, he was surrounded by wealth and plenty in his work as a cupbearer. Նախ ինքը շրջապատված էր հարստությամբ, ջոխությամբ, արադությամբ, որպես թակավորի մադրվագը։ And even when he went to build the wall, Եվ because նույնիսկ of his work, եւ նույնիսկ երբ ինքը գնաց բադը կառուցելու, ինքը այդ վիճակում էր։ but he never took this for his own advantage. Բայց երբեք այս ամենը չօգտագործեց իր շահի համար, իր արավելության համար։ Nehemiah 5:14. 5:14 Նաև այն օրից, որ ինձ հրամայեց թագավորը, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում,
Արդաշես թագավորի 20-րդ դարուց մինչև 32-րդ դարին 12 տարի ես եւ իմ եղբայրները իշխանական հացը չգերանք։ He took nothing that was offered to him. Նա ոչ մի բան չվերցրեց։ He did not cash in on the food allowance. Ինքը այդ գերագուրներից չօգտվեց։ Verse 15 says, "But the former governors that had been before me were chargeable unto the people, and had taken of them bread and wine, beside 40 shekels of silver. Yea, even their servants bare rule over the people. So did not I, because of the fear of God." 15-րդ համար։ Բայց նախորդ կառավարիչները, որ ինձնից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին պատճառել եւ նրանցից հաց ու գինի էին վերցրել, չհաշված 40 սիկղ արծաթը։ Իրականում նույնիսկ նրանց ծառաներն իշխում էին ժողովրդի վրա, բայց ես Աստծուց վախենալով այդպես չվարվեցի։ He says, "I did not burden the people to pay taxes or force them to give gifts. Ասում է ես ծանրություն չեղա ժողովրդին կամ չստիպեցի, որ հարկ վճարեն, նվերներ տան, Like the other leaders." ինչպես նախորդ կառավարիչներն He էին։ set the example for others to follow. Նա նրանց համար օրինակ դրեց, որ հետևեն։ Even those who are below him Նույն- were domineering, Նույնիսկ նրանք, ովքեր իրենից ստորադաս էին, but he remained alone and steadfast. բայց նա մնաց մենակ եւ նպատակասլաց։ Verse 15, the last few words says, "Because he feared God." 15-րդ խոսքի վերջի խոսքը ասում է, վերջի մասը ասում է, քանի որ ես Աստծուց վախեցա։ Beloved, we need to see this in the church today. Սիրելիներ, մենք սրա կարիք ունենք, որ տեսնենք եկեղեցում։ Every action is because we fear the Lord. Յուրաքանչյուր արարք, որ անենք Աստծո վախից դրդված։ And sometimes we fear men. Բայց երբեմն մենք մարդկանցից ենք վախենում։ What will he think? What will she think? Ինչ կմտածի նա, What does God say in his word? իսկ Աստված ինչ ասում Աստծո խոսքում, What is God's Spirit telling us? իսկ Աստծո հոգին ինչ է ասում մեր մեջ, We have to lead by example. մենք պետք է առաջնորդենք օրինակ հանդիսանալով։ This is the best leadership that we can offer. Սա լավագույն առաջնորդության լավագույն մոդելն է, որ կարող ենք You know, Peter Amen. also gives us the warning, 1 Peter chapter 5, 1 Peter 5, 1 to 2. Առաջի Պետրոս 5, 1-ից 2-ում էլ ենք նկատում։ Առաջի Պետրոս 5, 1-ից 2, որպես Քրիստոսի չարչարանքների վկա եւ նույնպես հայտնվելիք փառքին մասնակից, ինքս էլ երես լինելով աղաչում եմ ձեր մեջ գտնվող երեսներին, արածեցրեք ձեր մեջ գտնվող Աստծո հոդը վերագացու լինելով ոչ թե ակամա, այլ կամավոր, ոչ թե անարգ շահախնդրությամբ, այլ հոժարությամբ։ Feed the flock of God. Արածեցրեք ձեր մեջ գտնվող Աստծո հոդը, So that they will grow spiritually, որովհետեւ նրանք հոգեվորապես աճեն and don't do it for filthy lucre, եւ sorry for filthy lucre or for your own personal եւ մի gain. փնտրեք ձեր անձնական շահը։ And we're reminded this morning, Martun gave us a devotion from Psalm 100. Եվ այսօր արաբոդյան Մարդուն եղբայրը Աստծո խոսքից կիսվեց Սաղմոս 100-ից, Verses 2 and 3 says, "Serve the Lord with gladness, come before his presence with singing. 100-րդ Սաղմոս 2-րդ եւ 3-րդ համարներում այսպես էր ասվում. Know ye that the Lord, he is God. He has made us and not we ourselves. We are his people and the sheep of his pasture." Ճանաչեցեք, թե Տերն ինքն է Աստված, ինքն է ստեղծել մեզ եւ ոչ թե մենք ինքներս, մենք նրա ժողովուրդը ու նրա արուդի ոչխարներն ենք։ And yes, we see that in the life of Nehemiah. He was surrounded by plenty, Ուրեմն տեսնում ենք Նեհեմիայի կյանքը եւ որ շրջապատված էր արադությամբ, and then he surrendered his all to the Lord for the work of the wall. բայց հետո տեսնում ենք, որ ինքը ամեն ինչ նվիրեց, հանձնեց Տիրոջը ծառայելու համար։ Verse 16 says, "Yea, also I continued in the work of this wall, neither bought we any land, and all my servants were gathered thither unto the work." 16-րդ համար Հիրավի այս բարսպի գործում եւս ես ջանք չխնայեցի եւ մենք արդեր չգնեցինք, այլ իմ բոլոր ծառաները հավաքված էին այնտեղ աշխատելու համար։ He did not have any personal investment. Ինքը իր անձնական ներդրումը, He could իր have. անձնական շահը չէր փնտրում։ He could have, but his task was from God himself. Կարող էր, բայց ինքը իր առաջադրանքը ստացել էր Աստծուց։ And then that was his heart's desire, Եվ այնուհետև տեսնում եք իր սրտի փափակը, his goal, his passion. իր նպատակը, իր ցանկությունը, The Lord opened the way for him. եւ դերը իր համար դուրը բացեց։
And then, yes, he surrendered and he sacrificed. Այո, ինքը նվիրվեց, հանձնեց եւ նաեւ զոհաբերություն արեց։ Nehemiah 5:17 to 18. Or you can read. 17 եւ 18 համարներ։ Ավելին 150 հրյա եւ իշխաններ եւ մեր շրջագայքում եղած հետանոցներից մեզ մոտ եկողներ էին լինում իմ սեղանի վրա։ Եվ ահա թե ինչ էր պատրաստվում մեկ օրվա համար։ Մեկ արջար, 6 ընդիր ոչխար եւ թրջուններ էին պատրաստվում ինձ համար, եւ 10 օրվա մեջ ամեն տեսակ գինիներ արադորեն։ Եվ այսուամենայնիվ ճուզեցի իշխանական հացը, քանի որ լուծը ծանր էր այս ժողովրդի համար։ He just gave this up because he says the bondage was too heavy for my people. Նա բարձրապես ամեն ինչ զոհաբերեց, քանի որ ասեց, քանի որ լուծը ծանր էր այս ժողովրդի համար։ And everything he did was unto the Lord. Եվ իր ամեն արածը Տիրոջ համար էր։ Not what he gave up, but what he gave. Ոչ թե ինքը ինչից հրաժարվեց, այլ այն ինչը ինքը տվեց, զոհաբերեց։ And then now from the people he has the right to turn to his God. Եվ հիմա պահը եկել է եւ այդ իրավունքը ունի, որ Աստծո ժողովրդից մի պահ կդրվի եւ Աստծո վրա կենտրոնանա։ And we can do this as well. Եվ մենք նույնպես սա կարող ենք անել։ He turns to his God in verse 19 and says, "Think upon me, my God, for good, according to all that I've done for this people." Այս ամենը անելուց հետո է, որ Աստծուն է դառնում ու աղոթում ասելով. «Բարությամբ հիշիր ինձ, ով իմ Աստված, այն ամենի համար, ինչ ես արեցի այս ժողովրդի համար»։ He pleads with his God to think about me, Lord. Ինքը խնդրում, աղաչում է ասում. «Դեր ինձ էլ And հիշիր»։ yes, the Lord will know him. The Lord knows his heart. Այո, դերը գիտի, ճանաչում է նրա սիրտը, The Lord knows his desire. ճանաչում է իր փափակները։ And so this is one of the first time, or he keeps on saying this phrase, think about me. Եվ այս խոսքը, որտեղ գրված է ինձ հիշիր, այս արտահայտությունը, Or remember me, God. կամ ինձ հիշիր ով Աստված, And yes, we can go into the presence of God as we serve him and pray personally for the Lord to grant us his strength and his favor. այս արտահայտությունը մի քանի անգամ է նշված այս գրքում եւ այո մենք կարող ենք Աստծո մոտ գնալ եւ ասել Տեր Աստված ինձ հիշիր, If we have honestly and faithfully served him. եթե անգեղձորեն եւ հավատարմորեն ծառայել ենք նրան։ We can agonize in our personal prayer and meditation. Մենք կարող ենք մեր անձնական աղոթքի մեջ, երկրպագության մեջ դիմել նրան, Think about me, remember me. ասելով Տեր իմ մասին մտածիր, հիշիր ինձ։ That's not the end. He goes on a few more times. Nehemiah chapter 13, verse 14. 13-14-ում էլ ենք կարդում, Nehemiah 13:14. Ով Աստված իմ, հիշիր ինձ սրա համար եւ մի ջնջիր իմ բարի գործերը, որ արել եմ Աստծո դան համար եւ նրա ծառայության մեջ։ That's not the end. Nehemiah 13:22. Եվ 23-րդ համարում էլ ենք հանդիպում, եւ Ղևդացիներին հրամայեցի, որ սրբվեն ու գան պահպանեն դռները շաբաթ օրը սրբելու համար, այս բանի համար էլ ինձ հիշիր, ով իմ Աստված, եւ ողորմիր ինձ քո ողորմությամբ։ What a man. He can go into the presence of God and say, remember me according to your mercy, according to your kindness. That's not the end. Verse 31. 31-րդ համարը նաեւ կարդանք. Նաեւ գարկատրեցի փայդի ընձան որոշված ժամանակին եւ երախայրիկը, ով Աստված իմ, հիշիր ինձ բարությամբ։ And of course, even without mentioning, God will remember his own. Նույնիսկ եթե Աստծուց չխնդրենք էլ, որ մեզ հիշի, Աստված հիշելու է իրեններին։ The Lord God remembers his faithful. Տերը Աստվածը հիշում է իր հավատարիմ He ծառաներին։ remembers his servants, the ones who have slaved, the ones who have suffered, Հիշում է իր ծառաներին, ստրուկներին, նրանք, ովքեր իր համար են the չարչարվում։ ones who are even willing to die for the gospel. Նրանց, ովքեր պատրաստ են նույնիսկ ավետարանի համար մահանալու։ Just a few more verses before we close. Մի քանի համարներ եւս նախքան ավարտելս Philippians 1:29 to 30. Ֆիլիպեցիս 1:29-ից 30 Քանի որ Քրիստոսի համար ցես շնորհված է ոչ միայն նրան հավատալը, այլ նաև նրա համար չարչարվելը։ Նույն պայքարը մեղելով, որ իմ մեջ տեսակ եւ հիմա լսում եք ինձնից։ How fortunate we are to live on this side of the cross. Ինչքան առանձնահատկորում է դրված մեզ, որ խաչի այս կողմում ենք ապրում։ We have before us the example of the Lord Jesus Քանի Christ. որ մենք ունենք Քրիստոսի օրինակը, His servanthood, իր ծառայության օրինակը, his sacrifice, իր զոհաբերության օրինակը, his love, իր սիրո օրինակը, having given us his spirit to Thank- lead us.
Եվ նաև թե ինչպես մեզ հոգին տվեց, որ առաջնորդի մեզ։ His word to tell us and remind us. Խոսք ունենք, որ կարող ենք կարդալ, հիշել։ And another encouragement from Paul in 1 Corinthians 15, verse 57 to 58. But thanks be to God, which giveth us the victory through our Lord Jesus Christ. Therefore, my beloved brethren, be ye steadfast, unmovable, always abounding in the work of the Lord, for as much as you know that your labor is not in vain in the Lord. Եվ նաև առաջի Կորինթացիս 15:57-ից 58-ը մի հիշեցում ունենք, բայց գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ուրեմն իմ սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ մնացեք, միշտ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջով։ And if we faithfully serve the Lord the way that Nehemiah does, Եվ եթե մենք Նեհեմիայի նման հավատարմորեն շարունակենք Տիրոջ ծառայել, do we need to doubt արդյոք գասկածելու տեղ կունենանք։ about the smallest, tiniest details of our ministry? Արդյոք իրավունք ունենք կասկածելու մեր ծառայության մեջ եղած այն մանր, թույլ, աննշան պետքերի մասին։ Of our service? Մեր ծառայության մեջ։ There could have been famine and depression and recession, Գուցե ծառայության ընթացքում կարող են լինել սովեր, խնդիրներ, but you know the needs remain for the service of the Lord. բայց Տիրոջ ծառայելու կարիքը միշտ մնում է։ The building has to be done. Կառույցը պետք է կառուցվի, ավարտին հասնի։ And here in Nehemiah 5 we see the people were swayed by other minute details. Եվ ինչպես տեսանք Նեհեմիայի գիրքում մարդիկ իրենց ուշադրությունը գործրին եւ մանր բաների հետևից But look գնացին։ at this man Nehemiah, his focus never changed. Բայց Նեհեմիային նայեք, իր ֆոկուսը երբեք չփոխվեց։ And so towards the end of this he can come to his God and tell the Lord God, Մինչև remember me. իր ծառայությանը վերջ կարող էր Աստծո մոդենալ եւ ասել. Ով Տեր Աստված, ինձ հիշիր։ And you know the miracle of this all? Եւ գիտեք այս amենի մեջ ինչպիսի հրաշք կա։ The next chapter, Nehemiah chapter 6 verse 15 to 16. Հաջորդ գլուխը Նեհեմիա 6 15-ից 16 Այսպես Փարիսը ավարտվեց Իլուլի 25-ին 52 օրում։ Եվ եղավ, որ երբ մեր բոլոր թշնամիները եւ մեր շուրջը գտնվող բոլոր հեթանոսները այդ բոլորը լսեցին ու տեսան, շատ վախեցան, ու իրենց իսկ աշկում նվաստացան եւ հասկացան, որ այս գործի կատարումը Աստծո հոգով եղավ։ 52 days. 52 օր։ Look at verse 16. The last phrase says, for they perceived that this work was wrought of our God. 16-րդ համարի վերջի խոսքը նվաստացան եւ հասկացան, որ այս գործի կատարումը Աստծուց եղավ։ This is the work of God. Սա Աստծո գործն է։ And the work of God, beloved, will continue. Եվ սիրելիներ, Աստծո գործը պիտի շարունակվի։ The work of God will continue despite us. Աստծո գործը կշարունակի անկախ մեզանից։ Let us be encouraged to continue serving this Lord. Դրա համար եկեք քաջալերվենք, որ շարունակենք Տիրոջը We ծառայել։ have come this morning to remember our Lord Jesus Christ. Մենք այս առավոտ եկանք, որ հիշենք Տեր Հիսուսին։ We've come to worship Him. Եկանք նրան պաշտելու։ You know, in the New Testament, the word worship and service have the same sort of meaning. Գիտեք, նոր գտակարանում ծառայելը եւ երկրբակել բառը նույն իմաստ ունեն։ Don't look at the world around us. Մի նայեք ցես շրջապատող Let's աշխարհին։ continue to focus our whole being on the Christ alone. Շարունակենք մեր ֆոկուսը դնել միայն Տեր Հիսուս Քրիստոսի And վրա so let us continue to worship Him alone. եւ միայն նրան երկրբակենք։ Let us serve Him alone. Թող որ միայն նրան պաշտենք, You ծառայենք։ know, like Nehemiah, Գիտեք, Նեհեմիայի նման, when we are feeling down, we can turn to the Lord and cry to Him. երբ տկարանում ենք, շփոթվում ենք, կարող ենք նրան դիմել։ We can't do this to anyone else. Ուրիշին չենք կարող դիմել։ We are given the privilege and allowed to agonize before our God. Մենք ունենք այդ առանձնաշնորհումը Տիրոջ արժե մեր սիրտը թափելու։ Nehemiah 5:19. Նեհեմիա 5:19 Բարությամբ հիշիր ինձ, ով իմ Աստված, այն ամենի համար, ինչ ես արեցի այս ժողովրդի համար։ Think upon me, my God, for good, according to all that I've done for this people. Հիշիր ինձ, ով Աստված, այն ամենի համար, ինչ ես արեցի այս ժողովրդի համար։ And may the Lord continue to be with us and guide us Թող Տերը շարունակի մեզ հետ լինել եւ մեզ առաջնորդել, as we endeavor to serve Him. մինչ մենք շարունակում ենք իրեն ծառայելը։ The only one who deserves our service, Միակ անձը, ով արժանի է մեր ծառայության, our worship, մեր երկրբակության and our total commitment. եւ մեր ամբողջական նվիրման Amen. նա է։ Ամեն։